Հարգելի հայրենակիցներ, տարվա վերջում ընդունված է ամփոփել անցնող տարին, տալ գնահատականներ և նախանշել հետագա անելիքները։ Եթե քաղաքական առումով գնահատելու լինենք 2025-ը, ապա այն անհաջող էր, քանզի Հայաստանը շարունակում է ղեկավարել դավաճանության, պատերազմի, պարտության, ստախոսության խորհրդանիշը։ Քանի դեռ նա գտնվում է կառավարության շենքում, քաղաքական պայքարի արդյունքները պետք է գնահատել բացասական նշանով։ Մեր երկիրը կարիք ունի նոր առաջնորդության, նոր գաղափարների, նոր էջի։ Պետք է հետևում թողնել հետանկախական շրջանի բոլոր արատավոր բարքերը, քաղաքական աղբանոց ուղարկել օրվա տխրահռչակ իշխանությանը և ապահովել իրական խաղաղություն, իրական զարգացում։ Սրանք առաջարկում են թուրք-ադրբեջանական օրակարգով խաղաղություն, որը նույն վախճանն է նախատեսում Հայաստանի համար, ինչը տեսանք Արցախում։ Արցախում հիմա խաղաղություն է, բայց այն գերեզմանային է մեզ համար, քանզի այնտեղ այլևս հայ չի ապրում։ Մեզ այդպիսի խաղաղություն պետք չէ։ Մենք այդ գերեզմանային խաղաղության փոխարեն ապահովելու ենք իրական խաղաղություն։ Դա հնարավոր է բանակի վերականգնմամբ, բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունների հաստատմամբ, տնտեսության զարգացմամբ, հանրային համերաշխության ապահովմամբ։ Թուրք-ադրբեջանական օրակարգին մենք հակադրում ենք հայկական օրակարգը։ Մեր առաջարկը Հայաստանի քաղաքացուն զերծ է թշնամական պարտադրանքներից, պատանդի կարգավիճակի բերումով անվերջ զիջումներից, թշնամական թելադրանքով հայկական ինքնության և մեր եկեղեցու դեմ պայքարից։ Սոցիալ-տնտեսական խնդիրները պետք է լուծվեն ոչ թե նեղ խմբակի, այլ հանրության լայն շերտերի համար։ Տնտեսական հարաբերությունները պետք է նվազեցնեն աղքատությունը, թոշակառուների համար արժանապատիվ կյանք ապահովեն, բիզնեսի բոլոր շերտերի համար հարկային տեռորից զերծ քաղաքականություն նախատեսեն։ Սիրելի ժողովուրդ, 2026-ը պետք է դառնա Նիկոլ Փաշինյանի հեռացման տարի։ Նա պետք է հեռացվի, որպեսզի Հայաստանը ապրի։ Մայր Հայաստանը մասնակցելու է 2026-ի ազգային ժողովի ընտրություններին և իր կարևոր դերակատարումն է ունենալու իշխանափոխության գործում։ Մենք ստեղծման օրվանից կռիվ ենք տալիս սրանց դեմ բոլոր հարթակներում։ Մայր Հայաստանը ներկայացված է հանրապետության 3 խոշոր քաղաքների տեղական խորհրդարաններում, այդ թվում Երևանում։ Առանց ավելորդ համեստության պետք է արձանագրեմ, որ մայրաքաղաքում մեր թիմն ամենաարդյունավետն է։ Մենք պաշտպանում ենք քաղաքացու շահերը բոլոր հնարավոր մեթոդներով և դա տեսանելի է բոլորին։ Խորհրդարանական ընտրություններին մեր մասնակցությունը ոչ այնքան մանդատների քանակի, որքան իշխանափոխության հասնելու համար է լինելու։ Այս առումով մենք ընտրություններին կմասնակցենք ամենաարդյունավետ ձևաչափով, պատրաստ լինելով ստանձնել մերանի և համախմբողի ֆունկցիան։ Մեր հանրությանը պառակտել են, թշնամացրել են, թուլացրել են։ Մենք համախմբելու ենք, հաշտեցնելու ենք, ուժեղացնելու ենք։ Պետք է մի կողմ դնել իշխանությունների կողմից պարտադրվող նախկինի ու ներկայի հակադրության կեղծ օրակարգը և առաջնորդվել ապագայի օրակարգով։ Մենք հայտարարել ենք, որ ոչ իշխանական դաշտում պետք է այսպես կոչված ջրային հրադադար հայտարարվի, դադարեցվի միմյանց դեմ պայքարը։ Իրական ընդդիմադիր ուժերի քաղաքական թիրախում պետք է լինի բացառապես Նիկոլ Փաշինյանի իշխանությունը իր մահաբեր քաղաքականությամբ հանդերձ։ Հարգելի հայրենակիցներ, 2026-ը վճռորոշ տարի է լինելու։ Քաղաքական փոփոխությունների շունչը թակում է բոլորիս դուռը։ Միասնաբար մենք կհասնենք հաջողության։ Նոր տարվա գիշերը բաժակ բարձրացնելիս պետք է մաղթել բարի ծառայություն մեր սահմանը պահող զինվորների, իրենց աշխատանքը բարեխիղճ կատարող բոլոր քաղաքացիների, Բաքվում և Երևանում գերության մեջ գտնվողների ազատման, քաղաքական դրական փոփոխությունների, մեր երկրի անվտանգության ու զարգացման համար։ Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ։